Եվ այսպես ուշադրություն, շատ կարևոր տեղեկատվություն, Միացյալ Նահանգների նախագահի ձեռքեր արդեն հասավ Հայաստանի Հանրապետությանը, մի շարք պետությունների նկատմամբ Դոնալդ Թրամփը սահմանել է նոր մաքսային տուրքեր, Հայաստանից Ամերիկա գնացող ապրանքների նկատմամբ այժմ դրված է 10% մաքսատուրք, հաշվի առնելով այնպիսի պետություններ, որոնց մասին նման հրապարակումներ ևս եղան, Հայաստանի նկատմամբ 10% մաքսատուրքերը բավականին չնչին էին ըստ Թրամփի այդ ցուցակի, որտեղ որ կան 30, 50, 70%-ներ տարբեր երկրների նկատմամբ, Միացյալ Նահանգները սկսել է տնտեսական պատերազմ ամբողջ աշխարհի դեմ։ Դոնալդ Թրամփն ասում է, որ Ամերիկայից թալանված միլիարդավոր դոլարները պետք է վերադարձվեն Ամերիկային, եւ այդ թալան ինքը սկսել է վերադարձնել հետևյալ ձևաչափով՝ մաքսատուրքեր դնելով տարբեր երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Մենք ինչ խնդիր ունենք այստեղ, մեր խնդիրը հետևյալն է, որ մենք հիմնականում այդ ապրանքները Միացյալ Նահանգներ էինք տանում, որպեսզի Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները իրենց հայկական խանութներում ունենան Հայաստանի Հանրապետությունից բերված այդ ապրանքները։ Եվ Հայաստանի կարոտը հիմնականում այդ ձևով էին իրենք լրացնում, որոշակի ինչ-որ որ ստացվում էր այդքանով, եւ նաեւ իհարկե մեր վաճառքները հիմնականում մեզանից ապրանքներ են գնում հենց Ամերիկա բնակ հայությունը, հիմնականում 99%-ով։ Եվ այնպես չի, որ մենք լուրջ միլիոնավոր դոլարներ ենք աշխատում կամ միլիարդավոր դոլարներ, հետևյալն է, որ Հայաստանից գնում է այդ վաճառքները միայն այնտեղի հայերի համար։ Եվ շատ ցավալի է, որ Հայաստանի նկատմամբ 10% մաքսատուրք դրվեց, դա կբարդացնի ինչ-որ չափով իրավիճակը Հայաստանից Ամերիկա տարվող ապրանքների հետ կապված, նաև շուտով մաքսատուրքեր են ավելի տրվելու մեքենաների նկատմամբ, որ Հայաստանից հիմնականում գնում են ամերիկյան մեքենաներ, այնտեղից բերում են խփված մեքենաներ, այստեղ վերանորոգում են կամ վաճառում են կամ իրենք էլ հենց վարում են։ Այդ մեքենաների նկատմամբ ևս իրականացվելու են մաքսատուրքեր բավականին բարձր գներով, ինչը որ միգուցե այլևս ձեռք չտա հայ ժողովրդի համար Ամերիկայից մեքենաներ ներմուծել, չնայած հիմա ակտիվորեն մեքենաները ներմուծվում են հենց Չինաստանից, էլեկտրոմոբիլներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում վերջին 2-3 տարիների ընթացքում բավականին ակտիվ կերպով ավելանում են եւ Երևանում այլևս փողոցներում տեղ չի մնացել։ Ամբողջությամբ Երևանը լցված է մեքենաներով եւ դրա համար Երևանում երբեք օդը չի կարող մաքուր լինել։ Իհարկե, եթե մենք փոխվենք էլեկտրոմոբիլների, բենզինային շարժիչներով մեքենաները գնալով քչանան եւ կան էլեկտրոմոբիլները, որոնք ծուխ չեն թողնում իրենց ետևից, միգուցե դրանով ավելի մաքրվի Երևանի օդը, բայց Երևանի օդը մաքրելու համար նախ պետք է Երևանը դատարկել մեքենաներից, դրա համար տարբեր գործողություններ կարելի է անել, օրինակ օֆիսները տեղափոխել Երևանի կենտրոնից հեռու կառուցել բիզնես կենտրոն թաղամաս, որտեղ որ հավաքված կլինեն օֆիսային տարածքները եւ այնտեղ կիրականացվի օֆիսային գործունեությունը, դրանով Երևանի կենտրոնը կազատվի ծանրաբեռնվածությունից եւ նաեւ պետքա կառուցվեն շրջանցող ճանապարհներ, ինչը կօգնի Հայաստանի քաղաքացիներին ավելի հանգիստ երթևեկել եւ ավելի շուտ տեղ հասնել եւ ավելի շատ ժամանակ ունենալ երթևեկությունից դուրս։ Թրամփի որոշումից կարելի է հասկանալ հետևյալը, որ Ամերիկան կամ շատ ուժեղ զարգանալու է, կամ շատ ուժեղ վայր է ընկնելու, տեղը զիջելով Չինաստանին։ Եվ իհարկե այդ ամեն ինչը մենք կտեսնենք հենց ապագայում, որևէ մեկը հիմա չի կարող հստակ նշել, թե Ամերիկան ուր է գնում, բայց որ Ամերիկան շատ խիստ պետություն է դարձել, դա միանշանակ է եւ մենք գնահատում ենք իսկապես այդ խստությունը, որը արդեն ժամանակն էր ցույց տալու, որովհետեւ շատ ազգություններ, շատ կրոններ, իսլամիստականներ եւ այլն շատ էին սկսել քրիստոնյաներին սպանել եւ պետք է նաեւ խստություն ցուցաբերվի, որ նախ էմիգրանտները չգան լցվեն Ամերիկա եւ հետո բոլոր այն ազգությունները, որոնք
քրիստոնյաների նկատմամբ ունեն ագրեսիա եւ ցանկանում են քրիստոնյաների սպանել, իմանան, որ Ամերիկան ատամները սրած սպասում է նման մի հատ դեպքի, որ ոչնչացնի նման ահաբեկչական խմբավորումներին։ Եվ այսպես ուշադրություն, Բաքվի իշխանությունները պնդում են, որ Ռուսաստանի ներկայությունը Ադրբեջանում պետք է վերանա։ Նրանք արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկել են եւ հասել են հաջողությունների։ Ադրբեջանը շարունակաբար տրորում է ռուսների ոտքը, բայց մեղավորները ըստ ռուսների հայերն են։ Ինչ է կատարվում եւ ինչպիսի իրադարձություններ են զարգանալու մեր տարածաշրջանում։ Նախ սկսենք դրանից, թե ինչպես Ադրբեջանին հաջողվեց բարեհաջող կերպով ազատվել ռուսական ներկայությունից, որը Հայաստանի Հանրապետությունը անկախությունից ի վեր փորձում է, բայց չի կարողանում, չի ստացվում դա մեր մոտ։ Նախ փակվեցին ռուսական այն ալիքները Ադրբեջանում, որոնք նյարդայնացնում էին Ադրբեջանի այսօրվա իշխանություններին։ Հետո փակվեց ռուսական տունը։ Ադրբեջանական իշխանությունները բավականին լարված հարաբերություններ պահեցին ռուսների հետ այն բանից հետո, երբ որ ռուսները ռմբակոծեցին ադրբեջանական մարդատար ինքնաթիռը, որի արդյունքում մահացավ 3 տասնյակից ավելի մարդ։ Սրանից հետո արդեն Ադրբեջանի համար մեծ հնարավորություն էր լարել հարաբերությունները ռուսների հետ։ Եվ քանի որ Ալիևը երկար ժամանակ սպասում էր նման մի առիթի, սա բաց թողնել իհարկե չէր կարող։ Ինքնաթիռի ոչնչացումից հետո Ադրբեջանում սկսեցին բողոքի ակցիաներ, որով որ պահանջում էին, որ ադրբեջանական իշխանությունները կոպիտ պատասխաններ տան ռուսական իշխանություններին եւ պահանջեն պարզաբանում, պահանջեն ներողություն, պահանջեն փոխհատուցում։ Ալիևի իշխանությունը գրեթե ամեն ինչ պահանջեց եւ գրեթե ամեն ինչ ստացավ։ Եվ Ադրբեջանը այսքան որ իրանց ոտքը տրորում այդ ամեն ինչը հեչ, հայ ժողովրդին ռուսները այդքան վնաս պատճառեցին, հայ ժողովրդին դավաճանեցին, հայ ժողովուրդը խոսում է դրա մասին բարձրաձայնում, ասում է, որ դուք իմ հանդեպ անարդարացի եք վարվել, ռուսները մի բան էլ մեղավոր մեզ են հանում, չտեսնելով այն, ինչ որ այսօր Ադրբեջանը անում է իրանց գլխին։ Եվ մի բան էլ կա զարմանալի, որ այդքան Ադրբեջանին ռուսները օգնեցին, բայց այսօր ադրբեջանցիները կրկին համարում են, որ ռուսները իրանց թշնամիներն են եւ ռուսները պետքա լքեն Ադրբեջանը։ Նույնիսկ ռուսների արածը, որ Լեռնային Ղարաբաղը տարան նվեր տվեցին, հայերը փողը տվեցին, զենքը չստացան, որի արդյունքում բավականին տուժեցին։ Հայերի նկատմամբ բազմաթիվ ագրեսիվ հայտարարություններ ռուսների կողմից, այսինքն սա նվեր է Ադրբեջանին, եւ Ադրբեջանը այդ նվերները ընդունում է եւ կրկին ռուսներին ուղարկում գրողի ծոցը, որին ի պատասխան ռուսական իշխանությունները որևէ քայլ, գործողություն չեն ձեռնարկում եւ կուլ են տալիս այն ամեն ինչը, ինչը որ Ադրբեջանի իշխանությունները